Երկու շաբթի օրը սկսեցինք էլի խանութ գնալով։ Հետաքրքիր է, չէ՞ որ մեկ խանութ եմ սկսում գնալը, գնացի։ Էլի գնացի Խոմո Ժողովրդյան, տարա էլ ամեն դեպքում փողոցի XL-ի, քուրս էլ նայեց, հավանեց մի հատ էլ իր համար վերցրեցի, լավ էր XL էլ չկար։ Հազիվ պահեստից գտավ տվեց։ Մտածեցի, որ կարող է լվանամ նեղան հարմար չլինի, քանի որ սինթետիկ թել հետը չկար, մենակ բամբակ էր։ Մտեցի մտա բիմքի մի հատ տնային սպորտային շալվար վերցրեցի, օգտվեմ էլի ծնունդներիս այդ բաներից։ Բայց ասեց, եթե հանկարծ հետ տաս, կորցնում ես էլի, դե շատ բաներ չի, բայց դե 5 եվրո, 6 եվրո ամեն մի խանութում նվերներ են տալիս։ Այս ձև գործես լրիվ արեցի առավոտ շուտ, դեռ կեսօր է նոր, գնամ Կարեն արդեն եկած կլինի, կամ էլ նոր կգա, երեք համով բաներ եմ սարքել, հլը տեսեք։ Հերթական դիետիկ ընթրիքը, կեղևով խաշած կարտոֆիլ և բրոկոլի, տապակել եմ ձիթապտղի յուղի մեջ, սող, սխտոր, մի խոսքով շատ համեղ ընթրիք։ Այս էլ մեր գնաց ելակը, իրոք լավն էր, քաղցր էր։ Սա էլ առավոտյան նախաճաշը, մոտիվացվեք։ Պատրաստել եմ վարսակի փաթիլներով շիլա և արդեն ավելացրել եմ ելակ, հակաօքսիդանտ է, իրար հետ շատ հարմար է։ Ահա, սա էլ այսօրվա նախաճաշը։ Այսօր մի քիչ դեռ կա բրոկոլիից և հիմա գնամ հատկածավարով փլավ պատրաստեմ, դիետիկ էլի շարունակում եմ, որպեսզի գոնե մի 2 կիլո էլ քաշ որ կարողանամ գցել, շատ լավ կլինի ժողովուրդ ջան։ Էս էլ այսօր է, այսպես։ Ահա, կհանդիպենք։ Տեսեք ինչքան լավ հարմար է, իսկ իմ համարն է, սովորաբար տնային այս սպորտային շալվարները ես մի համար փոքր եմ գնում, որովհետև դե անդադ նստած ենք, շարժվում ենք, գործ ենք անում, ինքը լայնանում է և այդպես թուլանում է և դրա համար էլ հաճախ փոխում եմ։ Ինձ համար շատ կարևոր է տնային այս հագուստի ընտրությունը, վերև չեմ սիրում, ես սպորտային այդպես հագուստ, որպես տանն էլ հագնեմ, չեմ սիրում, բայց շալվարները կարելի է, շալվարները հարմար են լինում, բայց ոչ այն ուրիշ կտորից, այս պապուկ, չգիտեմ ինչ ենք ասում, ներսը բամբակյա այդ նաչոս, որ ասում ենք դրանից է, և շատ տաք է, և շատ պապուկ է, պինկին է, բայց լավն է որակը, էլի ֆրանսիական է, դե բնականաբար չգիտես որտեղ են կարվում, ամեն դեպքում աչելի էր, 20 եվրո էր, 5 եվրո, զեղ ճարեց 15 եվրո, հիմա 15 եվրոյից պակաս, հենց միայն շալվարներ չեն կարող ձեռք բերել, շատ հարմար է, մինիմում մի տարի կհագնեմ, դե արդեն մի տարի հետո լոջված կլինի, կփոխենք նորը, ահա, սա էլ շատ օգտակար գնում արեցի, դե արդեն տեսակ նախորդ տեսանյութում, թե ինչ էի գնել, դրա երկրորդ արդեն գնեցի, ճանապարհին ասեցի, և լայնությունը լավ է, որովհետև նույն Խոմոդից շատ շուտ նոր է եկել, լավ գեղեցիկ բան էի գնել, սվիտր էի գնել, ու գցեցի լվացքի մեքենան, կյանքում առաջին անգամ ինձ հետ պատահեց, ճիշտ ծրագրով էլ գծել էի, այնպես չլինի, որ ծրագիրը խախտել էի, առաջին անգամ կյանքում ինձ հետ պատահեց անհավանականը, փոքրացավ, նեղացավ, ափսոս էր էլի, հիմա դրա համար ես գերադասում եմ սինթետիկ թելերով բան լինի, որ մեքենայի մեջ, եթե անգամ գցես, ինքը չփոքրանա, պահպանի իր տեսքը։ Եվ բացի այդ ինձ համար կոնկրետ մարդու բնավորությունը, ես սիրում եմ, որ կպչում է իմ մարմնին, զգում եմ շորը, շատ լայն այդպես կարծես բան լինի, սկվազնյաչոկ լինի, էլի, չգիտեմ, սովորություն է միգուցե, ես շատ բամբակյա հագուստներ չեմ սիրում, բամբակով կարծես թե ինձ համար սառը լինի, միգուցե,
իմ մոտ այդ զգացողությունն է, բայց շատ շոկերին չէ, բամբակն է փրկողը։ Այնպես չի, որ բամբակյա ոչինչ չեմ հագնում, սխալ չհասկանաք, պարզապես սովորություն է, էլի է։ Պետք է անպայման էլաստիկ թել լինի։ Դե այս պահը հիմա գնանք յուղը հալենք, արդեն աղը լավ կերել է, յուղը հալեմ, բայց մինչ յուղը հալելը ուզում եմ նստած իհարկե, որ հարմար լինի իմ հետևորդի հարցին պատասխանել, թե 60 տարեկանում հնարավոր է օտար լեզու հեշտությամբ սովորել, կստացվի, թե չի ստացվի։ Իմ կարծիքն է ցանկացել իմանալ, ես կկիսվեմ իմ կարծիքով, դուք էլ մեկնաբանությունում գրեք, եթե այդ տարիքից եք սովորել օտար լեզու, գրեք ինչպես է ձեզ հաջողվել։ Բնականաբար օտար լեզու սովորելը շատ դժվար է, եթե մարդու համար չկան բավարար ինչ-որ պաշարներ կամ պայմաններ։ Այսինքն մարդը լրիվ անտեղյակ այդ լեզվից ապրում է, ենթադրենք, Իսպանիայում եւ որևէ հաղորդակցական բաներ չի կարողանում սովորել։ Արդյոք սա պատահում է բոլորի հետ, թե միայն տվյալ անձի խնդիրն է։ Ես հուսադրում եմ, որ դա ոչ թե այդ անձի խնդիրն է, այլ ընդհանրապես 60 տարեկանում բնականաբար մի քիչ դժվար է ընկալելը, քան 25, 30, 10 քանի տարեկաներում։ Դրա համար ենք ասում, երեխաները սովորում են ընդամենը օտար լեզուն, հենց միջավայրում չիմանալով 2 ամիս հետո արդեն նրանք խոսում են։ Բայց արդեն մի քիչ տարիքի հետ դժվարություններ է հանդիպում, կախված նաև թե մարդը ինչքան պաշար ունի հենց հայոց լեզվից կամ ինչքանով է տեղյակ այդ դարձվածներին, այդ հոլովներին, հայկական դերբայներին, մագբայներին, բայերին, որպեսզի օտար լեզուն համեմատական անցկացվի եւ արդեն հասկանա։ Դրա համար շատ դեպքերում օգնության կգա հենց 60 տարեկանում հայ մասնագետի հետ պարապելը, ով հայ է, մասնագետ եւ պարապում է իսպաներեն։ Հիմա on-line տարբերակները շատ է, եթե տեղում չգտնվի մարդ, ուրեմն on-line պարապեք, որպեսզի ընդհանուր լեզուն լինի հայերենը եւ արդեն բացատրությունը լինի հեշտ։ Քանի որ դուք ապրում եք հենց խոսացող այդպիսի միջավայրում, ձեզ համար շատ հեշտ կլինի։ Ճիշտ է, արդեն անցել է մի քանի տարի եւ դեռ ձեր մոտ որևէ փոփոխություն չկա, որովհետեւ դուք չգիտեք ինչն է, ոնց են ասում, լեզվի այդ տարական շփման բառերը, ու այդպես մտել եք այդ երկիր, բնականաբար լսելով, նրանք էլ արդեն շատ արագ են խոսում, անհասկանալի է։ Դա բոլորի հետ է պատահում, որովհետև լրիվ ուրիշ աշխարհ է։ Բայց մի հուսահատվեք, եթե իրոք ցանկանում եք սովորել, ապա բացի այս առաջարկից, YouTube-ում կան նման ռուսերենով, նաև եթե ռուսերեն հասկանում եք, դասընթացներ, կարող եք մտնել, այսօր ինտերնետի դար է, բոլոր սոցիալական սայթերում սովորեցնում են իսպաներեն եւ տարբեր լեզուներ, այնպես որ ցանկություն ունեցողը կարող է սովորել, տարիքը նշանակություն չունի։ Նաև այս տարիքում օտար լեզվի սովորելը շատ լավ է հիշողության համար, հետագայում դեմենցիայով մարդիկ չեն տարապի։ Ուրեմն ձեզ համար հեռախոսով թեկուզ դուրս բերեք այն կարևոր բառերը եւ այնտեղ արդեն ձայնային կա, լսեք, թե ինչպես են արտասանում, ենթադրենք գնալու եք բժշկի, գրեք բժշկի հետ ինչ եք խոսելու, հայերեն, բլոկնոտ ունեցեք, թարգմանեք եւ այդպես գրեք։ Խանութ գնացեք շատ, շուկաներ գնացեք, որտեղ շփումը ավելի շատ է եւ կտեսնեք, որ ավտոմատ այդ բառերը կգան ձեր մտքի մեջ եւ դուք վեր կհիշեք, թե որտեղ ինչ եք լսել։ Դժվարությամբ է, բայց դանդաղ կընթանա։ Միշտ լսեք իսպանական ֆիլմերը, երգերը լսեք, մուլտեր նայեք շատ, մուլտերը բավականին օգնում են, շատ են օգնում եւ կարող եք նաեւ որևէ բան, որ արդեն սովորել եք, բայց չեք հիշում բնականաբար, թերթերի վրա գրում եք ելակ, իսպաներեն ելակ ու մնացած բանջարեղեն բան, ինչը որ պրակտիկե սկսեք դրանցից։
Եվ արդեն տան մեջ ունենում եք այդ ամենը աչքի տակ եւ խոնարհումը, հոլովները արդեն թե ինչպես են ես դու նա, ինչպես են խոսում այդտեղ եւ մենք դուք նրանք ինչպես է արդեն նախադասությունը կազմվում կարճ ասած ցանկություն եթե ունեք դժվարություն չի լինի չգիտեմ Իսպանիայում Ֆրանսիայի նման դպրոցներ կան որտեղ իսպաներեն են սովորում գնացեք այդտեղ չնայած դժվար կլինի իսպաներեն լսելով չեք պատկերացնի ինչ են ասում բայց գոնե շփումը կլինի իսկ խորհուրդս որ իրոք հայ մասնագետ գտնեք թեկուզ on-line եթե տեղում չգտնեք նորից եմ ասում անպայման սկզբի գոնե մի քանի ամիսը իր հետ պարապեք իսպաներենը համեմատաբար ավելի հեշտ է քան ֆրանսերենը որովհետև ինչը որ գրվում է հիմնականում լսելի է լինում բարդ բաներ չկա իսպաներենը շատ կարևոր լեզու է աշխարհում անգլերենից հետո իսպաներեն են շատ խոսում դե Չինաստան չասեմ որ Չինաստանի բնակչությունը 2 միլիարդ է բնականաբար ավելի շատ մարդ են խոսում չինարեն բայց տարածված լեզուն դե չինարենը չէ չնայած հիմա շատերն են սկսել սովորել չինարեն մի խոսքով սիրելի հետևորդ ջան եթե ունեք ցանկություն կարող եք այս ճանապարհներով սովորել անպայման հեռուստացույցը անպայման լսում եք ցույց են տալիս չէ լուրերն են ցույց տալի Սերիալները օգնում են, ասենք իսպաներեն սերիալներ կան, որ ինչ-որ ենթադրենք ամերիկյան սերիալները թարգմանում են եւ ներկայացնում են հեռուստատեսությամբ, այդ դրանք կարող են օգնել։ Այնտեղ դանդաղ են խոսում թարգմանողները եւ ընկալելի է։ Ձեր վրա աշխատեք, մի զլացեք եւ կտեսնեք, որ հաջողության կհասնեք։ Դե այս պահի համար խորհուրդս սա է, եթե ինչ-որ փորձ ունեցողներ կան, թե իսպանիայում իմ հետևորդներից, թե ընդհանրապես տարբեր լեզուներից, հատկապես եվրոպական լեզուներից, կարող եք ձեր փորձը այստեղ գրել, թեկուզ կար գնացինք յուղը հալելու։ Ուրեմն ես յուղը հալում եմ հետևյալ տարբերակով։ Չնայած տեսանյութ ունեմ կտեղադրեմ կարող եք նայել եւ լայվ խակեմ այնտեղ ասում թե ինչպես անել որ յուղը ավելի շուտ պարզի յուղի տեսակից կարող է ժամանակի առումով եփենք բայց ուշ պարզի դա կախված է արդեն նրա բաղադրությունից դրա համար յուղ հալելու համար անպայման 82% եւ ավելի եթե կա կարակներ ենք օգտագործում իմ ունեցած կարակը 2 կիլոգրամ է նախորդ տեսանյութում տեսակ որ աղարեցի թողեցի երրորդ օրն է արդեն պիտի հալեմ եթե չափաբաժինը շատ է կարող եք մինչև 5 օր էլ թողնել լավ աղը ուտի ուրեմն սկզբում ամենասկզբում մի փոքր ուժեղ կրակի վրա եմ ես դնում ընդամենը երևի մինչև կարակը սկսում է տեղից շարժվելու տեսեք կրակի ուժգնությունը իհարկե կարծում եմ էլեկտրականը նման հնարավորություն չունի սա էլ կարակի նախնական տեսքն է արդեն հալվում է տակի հատվածը այնուհետև շատ մարմանդ կրակի վրա հալում եմ յուղը պետք է այն եռալով այդ ավելորդ բաները երես են գնում քափ ենք ասում ծանոթ եք քափը արդեն հավաքում եմ հալման process-ը սկսված է արդեն մեծ արագությամբ հալվում է արդեն յուղը լցրեցի բանկայի մեջ բանկայի պարունակությունը 1 կիլոգրամ 600 է զգուշությամբ բանկան տաքացնում եմ նոր եմ լցնում յուղը դե զգուշության առումով դրա համար էլ էստեղ եմ լցնում որ աստված չանի եթե պայթի բան հենց այդտեղ էլ գնա այրված բան վտանգավոր բաներ չլինի չգիտեմ երևում է պարզությունը թե չէ բանկայի իհարկե գույնը շատ բաց չի բայց լավ է երևում տեսեք ահա եւ սա է ավելացել չնայած մաղով քամել եմ բայց մի փոքր էսպես թողել եմ որովհետեւ հիմա կասեմ ինչու ահա տեսնում եք չէ ինչ զուլալ է այստեղ էլ մոտավորապես երևի մինչև 200 գրամ կլինի Ժորժան փաստորեն շատ դա որակի կարակ էր չգիտեմ որքանով երևաց լույսի տակ գույնը քանի որ երբեմն ասում եք որ պարզ չի լինում չգիտեմ ինչու պարզ չի լինում լույսի հետ կապված հատկապես երեկոյան որ լույսը վառում եմ մի քիչ գունային բաները փոխվում են նկարելու լույսի հետ հեռախոսի լույսի հետ բայց շատ պարզ է գույնը դեղին զուլալ ստացվել է հատկապես ամանի մեջ ավելի լավ երևաց ամանի մեջ այդ
փոքրիկ նստվածքով թողել եմ, որովհետև Կարենը թարմ յուղ սիրում է։ Քափը որ քաշում ենք, չէ, սովորաբար տատիկները մեծերը տալիս են ուտելու, բայց դա ուտելու չի թափում ենք։ Հիմա նաև այս ձևի լավ յուղով կամ այն նստվածքով ես բաղաճ էի անում, նստվածք այդքան էլ չկար, բաղաճ չեմ պատրաստի այսօր, ուղղակի ձեզ ներկայացրեցի, որ ինչպես կարելի է հալել յուղը տնային պայմաններում եւ մերթ օգտագործել յուղ, ոչ միշտ կարելի է փոխել, նաեւ հաճելի ուտելու համար, անընդհատ ենթադրենք ձիթապտղի յուղն ենք օգտագործում, արդեն չենք ուզում հոգնել ենք, փոխարինում ենք յուղով։ Կարակ չենք օգտագործում, կարակ կարելի է գցել ճաշերի մեջ, երբ որ ենթադրենք սպասը եփել ենք, այդ պայն կարակը գցում ենք, բայց կարակը չունի այն օգտակար վիտամինները, այնքան կարևոր վիտամինները, որքան որ յուղի մեջ։ Իսկ կարակ դա խորհուրդ է տրվում բոլորին, կարակը շատ լավ բան է ինքը, թեկուզ առավոտյան նախաճաշին ձվի հետ կամ ինչ որ բան եք ուտում, կարակ անպայման կերեք, շատ կարևոր է դա։ Յուղն էլ դե արդեն ավելի վիտամիններով հարստանում է եւ արդեն շատ ավելի կարևոր օրգանիզմի համար սննդամթերք է, որը կարելի է չմոռանալ, հիշել մեր նախնիներին, տատիկներին, մամաներին եւ ինքներս էլ պատրաստել յուղը։ Կարող ցույց տալ նաեւ այս կողմից, որպեսզի համոզվեք, թե ինչքան ոսկե գույն է ստացվել յուղը։ Նույնիսկ այսպես գտալով որ վերցնում եմ, զուլալությունն ու պարզությունը երևում է։ Հիմա էլ անցնեմ ճաշ պատրաստելուն, ձուկ եմ հանել, սումոն ձուկ, սաղմոն ձուկ եւ հնդկաձավարով փլավ եմ պատրաստելու։ Անցած տեսանյութում ասեցի հնդկաձավարով փլավ եմ պատրաստելու, չպատրաստեցի, կարտոֆիլ պատրաստեցի, տապակեցի կարտոֆիլը, որն էլ հենց ցույց չի տվել, միայն նկարել է իմ բաժինը։ Խաշած կարտոֆիլը բրոկոլիով, բայց Կարենի համար տապակել է եւ իր համար լրացուցիչ ուրիշ բաներ է արել։ Ինքը չի սիրում նկարել, դրա համար էլ երևի այդ պահին մոռացա նկարելը։ Ամեն դեպքում ես ցույց եմ տալիս հիմնականում այն առողջարար սնունդը, որը որ ես եմ ուտում, որպեսզի մոտիվացվեք հենց սննդի միջոցով կարողանանք քաշ գցել։ Հիմա հնդկաձավարը լվանամ, դնեմ եփվի, առանձին ջրով եփելու եմ եւ այս անգամ արդեն տապակելուց հետո յուղը կլցնենք վրան եւ մի փոքր յուղ կուտենք։ Ես ինքս էլ մի փոքր յուղով կանեմ, սովորաբար այն յուղ անձեթ եմ ուտում, հետը որևէ մի բանջարեղեն, բայց այս անգամ, քանի որ յուղը նոր է, մի փոքր յուղ կավելացնեմ եւ բրյուսելյան կաղամբներ եմ պատրաստում, որը էլի շատ լավ է լյարդի համար։ Հիմա այդ գործողություններն անեմ լվանամ, եփեմ, բրյուսելյան կաղամբը ամենահեշտ տարբերակը, լավ լվանալուց հետո կիսում ենք, որպեսզի այդ դառնությունը մի քիչ անցնի, 7-ից 10 րոպե ենք եփում, բրոկոլիի նման ընդամենը նույն դրական հատկություններն ունի, ինչ որ բրոկոլին, որից հետո արդեն կարող եմ ես ձիթապտղի յուղ ավելացնել վրան, որպես աղցանի տարբերակ պատրաստել, եւ արդեն համտեսել, մի փոքր էլ աղան ենք վերջում։ Այսքան այս հեշտ ձևով, խաշած վիճակում, որն էլ որ շատ կարևոր է առողջության համար։ Ես բանջարեղենը մշտապես լվանում եմ ավելացնելով սոդա, նախորոք սոդա եմ ավելացնում, որպեսզի բոլոր միկրոբներ, բակտերիաներ, ես չգիտեմ ինչեր վերանան։ Լավ այսպես լվանում եմ, հետո պարզաջրում նոր արդեն, եթե կտրելու է, տեսեք այստեղ պոչիկները պետք է կտրեմ ու երկու մասի բաժանեմ։ Ահա։ Մի 2 րոպե թողնեմ եւ արդեն հոսող ջրի տակ մի լավ լվանամ։ 7-ից 10 րոպե եռացնում ենք, ես համարյա 10 րոպե եռացրեցի, քամելի սառը ջուր վրան լցրեցի, լավ հոսեց, որից հետո աղ եմ անում եւ ավելացնում եմ ձիթապտղի յուղ, մի փոքր էլ կիտրոնի հյութ ավելացրեցի, խառնում եմ եւ արդեն պատրաստ է, աղցանի նման է դառնում, կարող ենք նաեւ ձեթ չավելացնել, բայց քանի որ առողջարար է,
այդ նպատակով եմ ավելացնում երբեմն ինձ առանց ձեթի ընդհանրապես խաշած բանջարեղենը ավելի է դուր գալիս, քան աղցանի տարբերակով։ Դե մի լավ խառնեմ, թողնեմ, աղը ներծծվի եւ արդեն աղցանը պատրաստ է։ Աղցանը արդեն պատրաստ է, ձուկը եփված է, փլավը պատրաստ է։ Հիմա լցնեմ ափսեի մեջ, ձեզ ներկայացնեմ առողջ ափսեն, ուտենք մենք, ձեզ մոտիվացնեմ եւ արդեն ուզում եմ տանից դուրս գալ, ժողովուրդ ջան, մոռացել եմ Իվրոշեի այս քարտի մասին, այստեղ նվերներ կա, գնանք տեսնենք Իվրոշեում այս նվերները մնացել են, թե ոչ կենտրոնական հատվածում, ոչ մի անգամ չեմ հասցնում նվերների պահը, երբ է լինում էլի, շուտ վերջանում է, մինչև գնում եմ, հիմա գնամ այսօր տեսնեմ հարմար նվերները թե ոչ, որովհետև այստեղ ներսում այն կրեմները կար, որը որ ես միշտ օգտագործում եմ։ Հաղորդություն էի ստացել հեռախոսից, բայց չգիտեի, որ այս նվերի մասին է, միգուցե ուրիշ նվեր կա։ Մի խոսքով ճաշենք եւ դուրս գանք միասին, տեսնենք կա թե չկա։ Դե այս պահի համար այսքանը կհանդիպենք։ Սա էլ իմ առողջ ափսեն։ Բրյուսելյան կաղամբներ, ձուկ եւ հնդկածավար։ Բոլորն էլ շատ առողջարար են եւ շատ լավ են լյարդի համար եւ ընդհանուր օրգանիզմի համար։ Բարի ախորժակ մեզ եւ ձեզ։ Ահա թե ինչ է նշանակում ուշադիր չկարդալ առանց ակնոցների։ Նայեցի բանից պարզվում է ներսի բաները դեկորացիայի համար էր։ Այս չգիտեմ, տուփ է, ինչ է, կոսմետիկա, սա էր նվերը, ներսը լվացվող գել փոքրիկ ցույց կտամ մոտիկից։ Ահա տեսեք մոտիկից, բացեցի, սա իմ գնումներ, սա էլի նվեր տվեցին։ Սպիտակ գույնի է, թափանցիկ, ամեն անգամ նմանատիպ բան են տալիս, հարմար նվերներ են։ Ես աչքերի մաքրող այդ հեղուկներից գնեցի, միշտ դա եմ օգտագործում, որովհետև էլի շեշտեմ, որ ես ալերգիկ եմ, ինձ Իվրոշեի ուրեմն պարֆումերիան գալիս է, որովհետև ալերգիա չեն առաջացնում։ Այսքանը սիրելիներս, շոկ է, տաք է, բայց ես արդեն պատմել եմ ձեզ, որ մանկուց այս սովորությունն ունեմ, որովհետև իմ հայրը չէր սիրում, որ մենք չկոճկված դուրս գանք, ու այդ սովորությունը մինչ օրս պահպանվել է։ Նույնը իմ աղջկան եմ ասել։ Հիմա նայր, ասում եմ շոկ է, հենց քանդում եմ, մի քիչ հետո նորից կոճկվում եմ, ես նույն ձևով։ Շոկ է հիմա քանդեցի, չէ, անկախ ինձանից մի քիչ անցրեմ, պիտի նորից քաշեմ ցեպը։ Սովորություններ են, որ եկել են մանկուց։ Դե այսքանը այսօրվա համար, կհանդիպենք, լավ մնացեք ինձ հետ։